Ես ողջունում եմ բոլորին Приветствую всех մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ именем Господа Иисуса Христа. Այսօր նոր օր է մեր համար։ Сегодня новый день для нас. Ինչքան լավ է, որ մենք Աստծո տան մեջ ենք։ Как хорошо, что мы в Доме Божьем. Ինչքան լավ է, որ մենք շաբաթ օրը гալիս ենք Աստծո տուն։ Как хорошо, что в субботу мы приходим в Дом Божий. Այդ սովորությունը չթողես իրելես։ И мы не должны оставлять этой привычки, обычая. Դա շատ լավ սովորություն է։ Это очень хороший обычай. Շաբաթ օրը գալ Աստծո տուն, В субботу приходить в Дом Божий. որովհետև շաբաթ օրը Потому что день субботний, ոչ իմն է, ոչ էլ քոնն է։ он не мой и не твой. Դա Աստծոն է։ Он Божий. Եվ մենք Աստծոնը պետք է տանք Աստծոն։ И Богу мы должны давать Ему. Կայսերին էլ կայսերին։ А Цезаря Цезарю. Ամեն, Փառք Հիսուսին, Փառք Տիրոջը։ Слава Господу. Այսօր ուզում եմ կիսվել Աստծո խոսքով։ И сегодня я хочу делиться Словом Божьим. Գիտեք մի բան եմ ուզում ասել։ И хочу сказать кое-что. Միգուցե դուք ասես ես դա լսել եմ, Может быть, ты скажешь, я это слышал уже. շատ եմ լսել, Много раз слышал. անգամ իմ պապիկս, տատիկս, մամասա, պապասա դրա մասին ասել Даже ինձ, мои родители, дедушка, бабушка говорили об этом. եկեղեցում են ասել В ինձ, церкви говорили. քարոզիչներն են հելնում բեմ ու ասում են ամեն անգամ, Проповедники каждый раз говорят. բայց հարցը նրանում չի թե ինչքան են ասում դրա մասին։ И не важно, сколько раз об этом говорят. Հարցը նրանում է, Вопрос в том, արդյոք ես հավատում եմ դրան թե չէ։ верю ли я в это или нет. Գիտեք, որտեղ մեր կյանքի իրավիճակները կանան շատ բան ապացուցեն մեզ, Потому что обстоятельства жизни могут разные вещи нам доказывать. եւ մենք չհավատանք դրան։ И мы можем в это не поверить. Բայց այսօր ուզում եմ ասեմ նորից, Но сегодня хочу снова сказать, որ դու պատահական ծնունդ չես, что ты не случайно родился. որ պատահական չի, որ դու ծնվել ես։ Не случайно ты родился. Պատահական չի, որ դու հայտնվել ես եկեղեցում։ Не случайно ты оказался в церкви. Պատահական չի, որ մենք այսօր իրար հետ իր Աստծուն ենք պաշտում։ Не случайно мы с тобой вместе славим Бога. Ընդհանրապես, Тем более, в ընդհանրապես։ принципе, Մեր կյանքի в մեջ нашей жизни ոչ մի բան ничего պատահական չի լինի։ не случайно. Ամեն։ Аминь. Ես չգիտեմ դու հիմա հավատում ես, որ դա Я не այդպես է знаю, թե ты չէ, веришь в это или нет, բայց ես քեզ կխնդրեմ, որ դու հավատաս, но я попрошу тебя, чтобы ты верил. որովհետև դա այդպես է։ Потому что это так. Որովհետև մենք ստեղծված ենք Потому что мы сотворены Աստծո նմանությամբ եւ պատկերով։ по образу и подобию Бога. Մենք ստեղծված ենք, ծնված ենք Мы сотворены и рождены Աստծո փառքի համար։ ради славы Божьей. Մենք ծնված ենք, որպեսզի տարածենք Աստծո փառքը։ Мы рождены, чтобы распространять славу Божью. Մենք Мы ստեղծված ենք сотворены հատուկ նպատակի համար։ для конкретной цели. Դա նշանակում է, Это означает, որ ես եւ դու հատուկ մարդիկ ենք։ что я и ты особенные люди. Անկախ ամեն ինչից ինչ որ կատարվում է մեր կյանքում։ Независимо от всего, что происходит в нашей жизни. Ինչ էլ ուզում է կատարվի, Что бы ни происходило, թող այդ ամեն իրավիճակները пусть все эти обстоятельства մեզ հակառակը չափածուցեն։ не доказывают нам обратного. Սիրելիս, դու հատուկ մարդ ես, Возлюбленный, ты особенный человек. որովհետև Потому что ստեղծված ես сотворен Աստծո նմանությամբ եւ պատկերով։ по образу и подобию Бога. Հիմա չգիտեմ հավատում ես թե չէ սրան, Теперь я не знаю, ты в это веришь или нет. բայց դա ճշմարտություն է։ Но это истина. Դա այդպես է։ Это так и есть. Եվ գիտեք, Աստված հենց այնպես ոչ մի բան չի անում։ И Бог просто так ничего не делает. Ոչ մի բան հենց այնպես չի լինում։ Просто так ничего не происходит. Աստծո մոտ У Бога ամեն ինչը ծրագրավորված է։ все запланировано. Աստված մարդ չի։ Бог не человек. Իր մոտ ամեն ինչը ծրագրավորված է։ У него все запланировано. Այն որ մենք այստեղ ենք, То, что мы здесь, այն որ մենք ծնվել то, ենք, что мы рождены, այն որ մենք հայտնվել ենք իր տան մեջ, то, что мы оказались в его доме, դա Աստծո ծրագրերից մի մասն է։ это часть Божьего плана. Բայց Но դա դեռ վերջը չի մեր կյանքում։ это не конец нашей жизни. Չմոռանաս, որ դու ով ես, Не забывай, кто ты. հատուկ մարդ, Особенный человек, ծնված հատուկ նպատակի համար։ рожденный для особенных целей. Միգուցե շատ եմ կրկնում, բայց չհոգնես, Может быть, я много об этом это повторяю, но ты не որ уставай. դա մեր սրտի մեջ տպավորվի։ Пусть это запечатлится в нашем сердце. Եվ այսօրվա վերնագիրս վերնագրել եմ այսպես. Итак, я назвал сегодняшнюю проповедь. Չշեղվես նպատակից։ Не
отклоняйся от цели. Չշեղվես նպատակից։ Не отклоняйся от цели. Որովհետև շատ բաներ կան մեր կյանքում, Потому что есть много вещей в нашей жизни, որ կարող են շեղել մեզ նպատակից։ которые могут нас отклонить от цели. Բացի այն, որ շատ բաներ կան, Но кроме того, что есть много вещей, կա մեկը, есть некто, որը дրա աղբյուրն է, кто является источником этого, որը դրա կազմակերպիչն է։ который является организатором. Դա մեր թշնամին է, Это наш враг. դա սատանան է, Это сатана, որը ինքը օր ու գիշեր который день и ночь ծրագրավորում է, планирует, թե ոնց անի, как сделать, որ ինձ ու քեզ чтобы меня и тебя, Աստծոց նախատեսված ծրագրից եւ նպատակից հետ կանգնեցնի։ нас увести от Божьего плана и его целей. Գիտեք, ուզում եմ կարդամ Ծննդոց գիրք, Хочу прочитать книгу «Бытие», եւ մենք կտեսնենք, и мы увидим, որ Աստված что Бог հենց այնպես ոչինչ չի անում։ просто так ничего не делает. Կսկսենք առաջի գլխից, Начнем с 1 главы, 26-28 խոսքերը միջև։ с 26 по 28 стихи. Եվ Աստված ասեց. Մեր պատկերով եւ մեր նմանության պես մարդ շինենք, որ իշխեն ծովի ձկների եւ երկնքի թռչունների եւ անասունների եւ բոլոր երկրի վրա եւ երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա։ И сказал Бог: сотворим человека по образу нашему и по подобию нашему, и владычествуют они над рыбами морскими, и над птицами небесными, и над скотом, и над всею землею, и над всеми гадами, пресмыкающимися по земле. Դուք տեսնում եք, որ ամեն ինչը ծրագրավորված է։ Вы видите, что все запланировано. Աստված չասեց, ստեղծե մարդ ու всё, վերջ։ Он не сказал: я сотворю человека и все. Իր մոտ ամեն ինչ ծրագրավորված է։ У него все запланировано. Կարդանք 27-ը։ Прочитаем 27 стих. Եվ Աստված ստեղծեց մարդը իր պատկերով, Աստծո պատկերով ստեղծեց նրան, արու եւ եք ստեղծեց նրան։ И сотворил Бог человека по образу своему, по образу Божию сотворил, мужчину и женщину сотворил их. Եվ Աստված օրհնեց նրանց, եւ Աստված ասեց նրան աճեցեք, շատացեք, լցրեք երկիրը, տիրեցեք, իշխեցեք ծովի ձկների եւ երկնքի թռչունների վրա եւ երկրի վրա սողացող բոլոր կենդանիների վրա։ И благословил их Бог, и сказал им Бог: плодитесь и размножайтесь, и наполняйте землю, и обладайте ею, и владычествуйте над рыбами морскими, и над птицами небесными, и над всяким животным, пресмыкающимся по земле. Տեսնում եք ինչ մեծ ծրագիր է Աստված Видите, у Бога какие մեր великие կյանքի планы վերաբերյալ ունի։ относительно нашей жизни. Ստեղծեց մեզ Сотворил нас հատուկ ծրագրի նպատակի համար։ для особенных целей. Ամեն։ Аминь. Եկեք կարդանք երկրորդ գլխից, Прочитаем со 2 главы, 7-րդ խոսքից։ 7 стиха. Եվ Եհովա Աստվածը հողու փոշից շինեց մարդը եւ նրա ռնգանցը մեջ կենթանության շունչ փչեց եւ մարդը կենթանի հոգի եղավ։ И создал Господь Бог человека из праха земного, и вдунул в лице его дыхание жизни, и стал человек душою живою. 15-ը կարդանք 15-ից 17 խոսքերը։ С 15 стиха. Եվ Եհովա Աստվածը առավ մարդը եւ դրավ Եդեմի պարտեզում, որ նրան մշակե եւ պահե։ И взял Господь Бог человека и поселил его в саду Эдемском, чтобы возделывать его и хранить его. Եվ Եհովա Աստվածը պատվիրեց մարդին ասելով. Պարտեզի ամեն ծառիցը համարցակ կեր, բայց բարի եւ չարի գիտության ծառից մի ուտիր, որովհետեւ նրանից կերած օրդ մահով պիտի մեռնես։ И заповедал Господь Бог человеку, говоря: от всякого дерева в саду ты будешь есть, а от дерева познания добра и зла не ешь от него, ибо в день, в который ты вкусишь от него, смертью умрешь. Դուք տեսնում եք, թե ինչ մեծ ծրագիր ունի Աստված մեր կյանքի վերաբերյալ։ Видите, какие у Бога планы относительно нашей жизни. Գիտես, ամեն ինչ հրաշալի էր, Все было прекрасно, ամեն ինչ շատ լավ էր։ все было замечательно. Աստված Եդեմական պարտեզը ստեղծեց, սարքեց, Бог сотворил Эдемский сад հրաշալի ձևով։ просто прекрасным образом. Գրված է, որ երկնքի երկու զարդերը, երբ որ արեց, զարդերա կոչում։ И написано, что когда он завершил украшать, Եվ մարդուն դրեց այդ պարտեզում он человека поставил в этом саду եւ ասեց. и сказал: Ինչ անի մարդը։ что сказать человеку, что Այսինքն, делать человеку. То есть Աստված խոսք հրճակեց իր կյանքի մեջ։ Бог провозгласил слово в его жизнь. Աստված խոսեց մարդու հետ։ Бог проговорил с человеком. Եվ гիտեք, И знаете, այնքան ժամանակ էր լավ իրանց մոտ,
И у них сколько времени было все хорошо? Միջև հայտնվեց թշնամին, У них все было хорошо до тех пор, пока враг явился. միջև հայտնվեց սատանան։ Пока явился сатана. Եվ գիտեք, երբ ինքը հայտնվեց, И когда он явился? երբ որ Աստծո խոսքը եկավ։ Когда пришло Слово Божье. Մինչև այդ До этого նա չկար։ его не было. Տարածքում ինչ որտեղ ման էր գալիս։ Он где-то на территории был. Բայց երբ որ եկավ Աստծո Но когда խոսքը, пришло Слово Божье մարդու կյանքի в մեջ жизнь человека, նա հայտնվեց։ он явился. Նա գալիս է Он приходит, փչացնելու, чтобы рушить, Աստծո պատկերը պղծելու, чтобы образ Божий осквернить. եւ նա գալիս է որպեսի կորցնի, փչացնի ու սպանի մեզ։ И он приходит, чтобы украсть, убить и погубить нас. Եվ նա հայտնվեց այն ժամանակ, երբ որ եղավ խոսքը, И он явился тогда, когда было երբ որ Слово. Աստված ասեց աճեցեք, շատացեք, լցրեք երկիրը, Когда Бог сказал, вы должны приумножаться, наполнять землю. եւ ասեց, И сказал, որ ամեն ծառից կարող եք ուտել, բացի այս մի ծառից։ вы от всякого дерева можете есть, кроме этого. Կերած օրդ, երբ որ ուտես, մեռնելու ես։ И в день, в который ты вкусишь, смертью умрешь. Գիտես հետաքրքիրը որն է։ И знаете, что интересно? Սա նման է մի քիչ մեր կյանքին։ Это похоже на нашу жизнь немного. Երբ որ գալիս ենք Աստծուն, Когда мы приходим к Богу, ապաշխարում ենք, каемся, ընդունում ենք Հիսուսին, принимаем Иисуса, ջրով մկրտվում ենք, крестимся водою, հոգով մկրտվում ենք, духом крестимся. եւ հենց սկսում ենք լեցվել Աստծո խոսքով, И когда наполняемся Словом Божьим, հենց սկսում ենք Աստծո խոսքը կարդալ, когда начинаем читать Слово Божье, հայտնվում է սատանան։ появляется дьявол. Գիտեք, նա նույնն է, նա չի փոխվել։ Он тот же, он не поменялся. Մեր ճշտամին նույնն է։ Наш враг тот же. Սատանան հայտնվում է այն ժամանակ, երբ որ դու Աստծո խոսքով լցվում ես։ И дьявол появляется тогда, когда ты наполняешься Словом. Ինչի համար։ Почему? Որպեսի քեզ շեղի իրական նպատակից։ Чтобы тебя свести от главной цели. Որպեսի քեզ համոզի, որ Աստված քեզ չի սիրում։ Чтобы тебя уговорить в том, что Бог тебя не любит. Գիտես, մարդը մեղքերով գալիս է եկեղեցի ապաշխարում, հա։ Человек приходит с грехами в церковь каяться Եվ կարդում է, որ Աստված ներում է նրան, и читает, что Бог его прощает, եւ հայտնվում է։ и является ему. Բա ոնց կարա Աստված ների, եթե դու այդքան մեղք ես գործել։ А потом появляется мысль, а как Бог может простить, если ты согрешил? Բա միջև այդ ինչի՞ չէր հայտնվում ինքը։ Почему до этого дьявол не являлся? Սելի եկեղեցի։ Возлюбленная церковь. Անես չի, որ այսօր հելել եմ թշնամուն գովամ, Не так, что я пришел, чтобы восхвалять врага կամ թշնամուն բարձրացնեմ այսօր։ или его возвышать. Ես այսօր չեմ եկել նրա մասին խոսալու։ Сегодня я не пришел к этому говорить. Ես եկել եմ խոսալու, որպեսզի նրա գործերը բացահայտվի մեր կյանքի մեջ։ Но я пришел говорить, чтобы его дела были явлены в нашей жизни. Որովհետև նա нույն խափեփան է, Потому что он тот же лжец, նա նույն ձևով գործում он այսօր, тем же образом действует, ինչպես Եվային նա խափեց, как он Еву обманул, այնպես էլ այսօր քրիստոնյաներին է ինքը խափում։ так же и он и христиан сегодня обманывает. Եթե մենք այսօր ուշադիր չլինենք մենք մեր հոգևոր И կյանքին, если мы не будем внимательны на свою духовную жизнь, դա նրան շատ ուժեղ ձևով կհաջողվի։ ему удастся это сделать. Եվ ցավոք սրտի, И, к сожалению, նրան հաջողվում է շատ քրիստոնյաներին խափելը։ ему удается обманывать многих христиан. Նրան հաջողվում է, Ему удается. որովհետև մենք թույլ ենք տալիս, Потому что мы позволяем, որ նա գործի մեր կյանքի մեջ։ чтобы он действовал в нашей жизни. Մենք պետք է վստահենք Տիրոջ խոսքին։ Мы должны доверять Слову Божьему. Մենք պետք է Աստծո խոսքով ապրենք։ Мы должны жить Божьим Словом. Մենք պետք է Աստծո խոսքով շարժվենք։ Мы должны двигаться Словом Մենք Божьим. պետք է հավատանք Աստծո խոսքին։ Мы должны верить в Слово Божье. Այսօր երկում ենք, չէ՞։ Сегодня пели же. Ում խոսքերին ես դու հավատում։ Чьим словам ты веришь? Աստծո, Божьим թե սատանայի։ или дьявола? Հիմա եթե ես ասեի, բայց ձեր չբարձրացնեք։ Եթե ես ասեի ձեր բարձրացեք ով Աստծո խոսքին հավատում, Если бы я вдруг сказал, поднимите руки, кто верит Слову Божьему, համոզված եմ բոլորդ կբարձրացնեինք, չէ՞։ я уверен, чтобы все подняли. Բայց Но սեներ շատ հաճախակի зачастую մենք հայտնվում ենք նրա թակարդի մեջ։ мы оказываемся в его ловушке. Եվ մենք մտածում ենք, որ ամեն ինչ լավ է, И нам кажется, что все хорошо. եւ մենք ապրում ենք այնպես։ И мы живем так. Լավ, մենք չասեմ, քրիստոնյաները ապրում են այնպես։ Не скажу про нас. Это христиане живут так. Կարծես թե չարը չկա էլ։
Как будто все, нету уже зла. Կարծես թե սատանան էլ չկա։ Как будто нету дьявола. Եվ մենք այսպեսի ձևով կարանք ապրենք եւ շարժվենք եւ գնանք առաջ եւ խապված լինենք։ И мы можем таким образом жить, двигаться вперед и быть обманутыми. Նա շատ Он очень и очень. պրոֆեսիոնալ ձևով կարող է խապել ամեն Он մեկին։ профессионально может обмануть каждого. Գիտեք, Աստված ասել էր չկպնես, կմեռնես։ Бог сказал, не прикасайтесь, потому что умрете. Բայց նա եկավ ասեց, չէ, կարաս կպնես։ Но он пришел и сказал, нет, вы можете касаться. Գիտեք, շատ բաներ կարա կատարվի եկեղեցու մեջ, այստեղ։ Многое может происходить здесь, в церкви. Փառաբանության ժամանակ, երկրպագության ժամանակ, Во время прославления, поклонения, քարոզի ժամանակ, во время проповеди. եւ դու մտածես, որ դու ֆիզիկապես այստեղ ես, И ты будешь думать, что ты физически здесь, բայց հոգեվորապես դու այստեղ չես։ но духовно ты не здесь. Դու մտածում ես դու եկեղեցու մեջ ես, բայց դու եկեղեցու մեջ չես։ Ты думаешь, что ты в церкви, но ты не в церкви. Դու կարող ես մտածես, ի՞նչ գործ ունի սատանան եկեղեցու մեջ։ Ты можешь подумать, как может дьявол быть в церкви? Սերես, ես այսօր չեմ եկել ինչ որ մեկին հանդիմանելու, նորից եմ կրկնում։ Сегодня я не пришел кого-то обличить. Ես այսօր եկել եմ, որպեսզի սատանայի գործերը բացահայտվի մեր կյանքի մեջ, Я пришел, чтобы дела дьявола были открыты в եւ մենք нашей խապված жизни. քրիստոնյաներ И չլինենք։ мы не были обманутыми христианами. Եթե ես այսօր նստած եմ եկեղեցու մեջ Если я сегодня сижу в церкви եւ կարող եմ շատ հանգիստ քարոզի ժամանակ հեռախոսի մեջ լինել, и могу очень спокойно во время проповеди быть в телефоне, ես խապված եմ։ я обманут. Ես խապված եմ։ Я обманут. Եվ դու մտածում ես դու եկեղեցու մեջ ես եւ դու Աստծո ներկայության մեջ ես, Если ты думаешь, что ты в церкви и в Божьем присутствии, բայց հեռախոսի մեջ ես, но ты в телефоне, ես խապված եմ։ значит, я обманут. Թշնամին ուզում է քեզ այդ հատուկ նպատակից շեղի։ И дьявол хочет тебя отклонить от курса, Սատանան цели. ուզում է Աստծո ծրագրից քեզ հեռու տանի, И дьявол хочет от Божьих планов тебя увести далеко. որովհետեւ միգուցե Потому что, возможно, հենց այդ քարոզի ժամանակ именно во время этой դու проповеди պետք է բժշկվես ты должен исцелиться. եւ կարծես И кажется, ամեն բան լավ է։ все хорошо. Եվ ինչ որ մեկը И кто-то որոշում է դուրս գնա։ решает выйти. Ուղղակի Просто դուրս գնա։ выйти. Չգիտեմ, կոֆե խմի, ինչ որ բան անի։ Просто пить кофе или что-то делать. Եվ այդ բժշկող խոսքը կորցնում է իր կյանքի մեջ։ И он теряет это слово, которое исцелило бы его. Սելես ես ուզում եմ որ մենք ուշադիր լինենք մեր հոգևոր կյանքին։ Возлюбленные, я хочу, чтобы мы были внимательны к нашей духовной жизни. Դա այնպես չի, որ ես հոգնած էի, քունս տարավ դուրս եկա։ Это не так, что я просто устал, хотелось спать, я вышел. Դա նրա պատճառով է, Это по той причине, որ թշնամին գործում է մեր կյանքի մեջ անգամ եկեղեցում լինելով։ что враг действует в нашей жизни, даже когда мы в церкви. Եվ ինչքան մենք առանք թույլ տանք դա, И сколько мы можем это позволять? դա մեզանից է կախված։ Это от нас зависит. Գիտես, ոնց կարաս ցուգես դա։ Как ты можешь это проверить? Ես չգիտեմ, այսօր եղել է մեկը որ զորով ա եկեղեցի թե չէ։ Было ли так, что сегодня кто-то прямо с трудом приехал в церковь или нет? Չուզելով, Нехотя, հոգնած էր, արդ քնել էր ուզում։ уставший, хотел спать. Գիշերը ուշ էր քնե։ Ночью поздно уснул. Եթե հավատացյալ մարդը, Если верующий человек, առավել եւս հոգևոր մարդը, уж тем более духовный человек, շաբաթ օրերը в субботу եկեղեցի չի ուզում գա, не хочет приходить в церковь, դա նրա պատճառով չի որ հոգնածը կամ քնել է это не ուզում։ по той причине, что он устал и хочет спать. Դա նրա պատճառով է որ ինչ որ մեկը ինչ որ բան է անում իմ ու քո կյանքի մեջ։ Это означает, что кто-то что-то делает в нашей жизни. Սերես այսօր թող բացահայտվի նրա սուտը եւ նրա գործունեությունը մեր կյանքի И пусть մեջ։ сегодня его ложь и его дела будут явлены в нашей жизни. Մենք հատուկ մարդիկ ենք հատուկ նպատակի համար։ Мы люди для особенных целей. Եթե այսօր ինչ որ մեկը ծառայում է եւ ասում է ես էլ չեմ ուզում ծառայեմ, Если сегодня кто-то служит и говорит, я больше не хочу служить, դա նրա պատճառով չի որ ինչ որ մեկ իրան նեղացրել է։ это не по той причине, что кто-то его обидел. Դա նրա պատճառով է որ ինչ որ մեկը գործում է նրա կյանքի մեջ։ Это по той причине, что кто-то действует в его жизни. Դա նրա պատճառով է որ եկեղեցու մեջ հայտնվել է մեկը Աստծո փառքի մեջ։ Это по той причине, что в церкви явился тот, Եվ ինչ որ բան է ուզում անի։ кто-то, кто хочет что-то сделать. Բա ոնց է Եդեմական պարտեզում հայտնվավ թշնամին։ А как в Едемском саду враг оказался? Դու մտածում ես եկեղեցու մեջ ես եւ պաշտպանված ես։ Ты думаешь, что ты в церкви, ты защищен? Ես չգիտեմ այսօր քո սրտի հետ խոսում եմ թե չէ, Я կամ не քո սրտի համեմատ եմ знаю, խոսում թե չէ։ говорю к сердцу твоему или нет. Բայց այսօր ես ճշմարտություն եմ ուզում Но сегодня я բացահայտել։ хочу открыть истину. Սելես մենք թշնամի ունենք։
Мы имеем врага Եվ возлюбленного, ինքը ամեն բան անելու է, и он все будет делать, որ մեզ հերոտ անի Աստծո ծրագրից ու նպատակից։ чтобы нас отдалить от Божьих планов и Его целей. Միգուցե դու մտածես, Может быть, ты будешь думать, դե ինչ կա դե հերախոսի մեջ եմ համել քարոզը լսում եմ, ну что такого, я в телефоне, тем более слушаю проповедь. կամ հերախոս կամ քարոզ։ Либо телефон, либо проповедь. Սատանան եկավ ու ասեց. Дьявол пришел и сказал, Կամ պետք է ուտես, կամ պետք է չուտես։ либо ты должен есть, либо нет. Կամ պետք է հնազանդվես Աստծո խոսքին, կամ պետք է չհնազանդվես Աստծո խոսքին։ Либо ты должен повиноваться Слову Божьему, либо нет. Եվ ցավոք սրտի, И, к сожалению, շատ քրիստոնյաներ многие христиане, նրանք չեն հնազանդվում Աստծո խոսքին։ они не повинуются Слову Божьему. Նրանք տրվում են թշնամու խոսքին։ Они отдаются словам врага. Սերներս, Возлюбленные, մահը, смерть, հոգևոր մահը духовная смерть գալիս է մի անգամից։ приходит сразу. Մեր կյանքի մեջ, երբ որ մենք անհնազանդ ենք Աստծո խոսքին։ Сразу в нашу жизнь, когда мы не повинуемся Слову Որտեւ Божьему. Աստված ասեց. Потому что Бог сказал, Հենց կերար как вы будете есть, մեռնելու ես։ умрете. Հենց կերար Как съедите, մեռնելու ես։ умрете. Այսինքն սա նշանակում է, То есть это означает, որ մենք շատ լուրջ իրավիճակի մեջ ենք։ что мы в очень-очень серьезной ситуации. Այսօր մենք մեզ պետք է հաշիվ տանք։ Мы должны сегодня дать себе отчет. Ով ենք մենք։ Кто мы? Ինչի համար ենք մենք։ Для чего мы? Ինչի համար ենք այստեղ։ Для чего мы здесь? Ինչի համար ենք ամեն շաբաթ գալիս եւ պաշտում մեր Տիրոջը։ Для чего каждую субботу мы приходим и поклоняемся Господу? Որտեւ դա Աստված է արել։ Потому что это Бог сделал. Որտեւ դա Աստծո ծրագիրն է։ Потому что это Божий план. Բայց Но կա մեկը, есть кто-то, որ այդ ծրագիրը ուզում է խառնել, кто хочет смешать этот план, շեղել։ увести, отклонить. Այսօրվա խոսքը սիրելիներս, Сегодняшнее слово, возлюбленные, ինչ որ կա իմ սրտի մեջ ասելու։ то, что есть в моем сердце сказать. Այսօր մենք պետք է թշնամու գործնեությունը քանդենք Мы մեր сегодня կյանքի մեջ։ должны разрушать дела дьявола в нашей жизни. Այսօր պետք է թշնամու ամեն մտքերը մենք հակառակ կանգնենք։ Сегодня мы должны противостоять всем мыслям, которые от дьявола. Չի կարող այդպես լինել, ոչինչ մի հատ ծախեմ, մի հատ խմեմ, դե ինչ պետք է լինի։ Չէ, կմեռնես։ Не может быть так, ну что будет, я один раз покурю или что-то сделаю. Нет, ты умрешь. Փափուկ բարձի ժամանակը չի իմասելներս։ Сейчас не время для мягкой подушки. Մենք շատ լուրջ կյանքի մեջ ենք ապրում։ Мы живем в очень серьезной жизни. Չի կարող այդպես լինի։ Не может быть так. Աստծո խոսքը դա քիր բան է ասում։ Слово Божье говорит интересную вещь. Ասում հիմա ինչ, եթե շնորհքի տակ ենք, մեղ գործենք, И говорит, что если мы под благодатью нам грешить, որ շնորհք ավելանա, чтобы благодати стало больше? ոչ։ Нет, Մենք կմեռնենք։ мы умрем. Մենք կմեռնենք։ Умрем. Եվ Տերը այսօր ասում է, որ մենք կմեռնենք։ И Господь говорит, что мы умрем. Եթե մենք խաղ խաղանք Если мы будем играться Աստծո հետ с Богом եւ դժողքի հետ, и с адом. մենք չենք կարող այդպես առաջ գնանք։ Мы не сможем так идти вперед. Ինչի համար շատ մարդիկ երկար տարիներ մնում են նույն դիրքում, նույն տեղում եւ առաջ չեն շարժվում, Почему հոգևոր կյանքում, многие люди в духовной жизни многие годы остаются в одном и том же месте? որովհետեւ խապված ապրում են։ Потому что живут обманутыми. Աստծո շնորհքին հուսալով ապրում են։ Живут под течением благодати. Դե Աստված գիտի իմ սիրտը, Бог знает мое сердце. Աստված գիտի իմ Бог знает мои հնարավորությունները, возможности. Աստված գիտի, Бог знает. հա Աստված ամեն ինչ էլ գիտի։ Бог все знает. Հետո Дальше. Թշնամին շատ բան գիտի։ И враг многое знает. Անկամ գրված է, որ նա էլ է հավատում Աստծուն եւ դողում И Աստծուն։ даже написано, что и он верит в Бога и Бахето. трепещет перед ним. Ну а далее? Սերներս մենք կանչված ենք հատուկ ծրագրի համար։ Возлюбленные, мы призваны для особенной цели. Եվ Աստված ուզում այդ հատուկ ծրագրի մեջ մեզ մտցնի։ И Бог хочет нас вложить в этот план. Եվ ուզում է մեզ օգտագործի այդ հատուկ նպատակի համար։ И хочет нас использовать для этих особенных целей. Ամեն։ Аминь. Դու հատուկ մարդ ես։ Ты особенный Դու человек. հատուկ մարդ Ты ես։ особенный Դու человек. հատուկ ես։ Ты особенный. Դու ստեղծված ես Աստծո պատկերով ու նմանությամբ։ Ты сотворен по образу и подобию Божьему. Կարանք մի պահ Ադամին ու Եվային մոռանանք, մի պահ։ Можем мы в один момент Եվ забыть Адама и տեղափոխվենք Еву. նոր կտակարան։ И переключимся в Новый Завет. Մատթեոս ավետարան, Евангелие от Матфея, 4-րդ գլուխ, 4 глава, առաջի խոսքից։ с 1 стиха. Այն ժամանակ Հիսուսը հոգուց անապատ տարվեցավ, որ փորձվի սատանայից։
Тогда Иисус возведен был духом в пустыню для искушения от дьявола. Եվ 40 օր եւ 40 գիշեր ծոմ պահելուց հետո սովեց։ И постившись 40 дней и 40 ночей, впоследок взалкал. Եվ փորձիչը նրա մոտ գալով ասեց. Եթե Աստծո որդի ես, ասիր, որ այս քարերը հաց լինեն։ И приступил к нему искуситель и сказал: если ты Сын Божий, скажи, чтобы камни эти сделались хлебами. Նա էլ պատասխան տվեց եւ ասեց. գրված է ոչ միայն հացով կապրի մարդ, այլ ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից։ Он же сказал ему в ответ: написано, не хлебом одним будет жить человек, но всяким словом, исходящим из уст Божьих. Այն ժամանակ Սատանան նրան առավ տարավ Սուրբ քաղաքը եւ կանգնեցեց նրան տաճարի աշտարակի վրա եւ ասեց նրան. Եթե Աստծո որդի ես, քեզ վայր գցիր, որովհետեւ գրված է, թե իր հրեշտակներին կհամայի քեզ համար եւ ձեռների վրա կբարձրացնեն քեզ, որ քո ոտքը քարին չդպցնես երբեք։ Потом берет его дьявол в святой город и поставляет его на крыло храма и говорит ему: если ты Сын Божий, бросься вниз, ибо написано, ангелом своим заповедает от тебе Господь, и на руках понесут тебя, да не приткнешься о камень ногою твоею. Հիսուսը նրան ասեց. դարձյալ գրված է, թե մի փորձիր Տիրոջը քո Աստծուն։ Иисус сказал ему: написано также, не искушай Господа Бога твоего. Դարձյալ առավ տարավ նրան Սատանան մի շատ բարձր սար եւ ցույց տվեց նրան աշխարհի բոլոր թագավորությունները եւ նրանց փառքը։ Опять берет его дьявол на весьма высокую гору и показывает ему все царства мира и славу их. Եվ ասեց նրան. սրանց ամենը քեզ կտամ, եթե ընկած երկրպագես ինձ։ И говорит ему: все это дам тебе, если ты, пав, поклонишься мне. Այն ժամանակ ասեց նրան Հիսուսը. դեն գնա Սատանա, որովհետեւ գրված է, թե Տիրոջը քո Աստծուն երկրպագիր եւ միայն նրան պաշտիր։ Тогда Иисус говорит ему: отойди от меня, сатана, ибо написано, Господу Богу твоему поклоняйся и ему одному служи. Այն ժամանակ Սատանան թողեց նրան եւ ահա հրեշտակները մոտ եկան եւ ծառայում էին նրան։ И тогда оставил его дьявол, и ангелы приступили и служили ему. Գիտեք, Ղուկաս ավետարանում նույն պատմությունը գրված է 4-րդ գլխում։ В Евангелии от Луки также в 4 главе та же история описана. Բայց այնտեղ երկու բան կա, Но там есть две вещи, որ տարբերվում է։ которые отличаются. Որ երբ որ Սատանան ցույց էր տալի ամբողջ հարստությունը եւ փառքը Что когда աշխարհի, дьявол показывал всю славу и богатство этого мира, նա ասեց սա քեզ կտամ, որտեվ ինձ է տրված, Он որ сказал- երկրպագես ինձ։ он сказал: я это дам тебе, потому что это дано мне, чтобы ты мне поклонился. Երկրորդ բանը գրված է, И второе написано, որ նա հեռացավ Հիսուսից մի որոշ ժամանակ։ что он отдалился от Иисуса на некоторое время. Գիտեք, Հիսուսն էլ եկել էր նպատակով, չէ՞, երկրի վրա, И Иисус пришел в этот мир для особенных целей, որպեսզի մարդկանց փրկության պատճառ լինի, чтобы стать причиной спасения людей, որպեսզի մարդիկ փրկվեն, իրաց մեղքերից ազատվեն։ чтобы люди спаслись и от своих грехов были Եվ свободны. նա էլ եկավ մեր պես ջրով մկրտվեց, հոգով мկրտվեց, И он также пришел, как и мы, крестился духом и водою. երկնքից հաստատություն եկավ, որ ինքն է իր որդին է, Пришло утверждение с небес, что он Сын Божий. եւ գնաց անապատ И написано, что его повели в пустыню 40 օր 40 дней и ночей, փորձվելու։ чтобы испытаться. Եվ երբ որ սովեց, И когда он напоследок, написано, взалкал, հայտնվեց։ явился Հայտնվեց այդ մեկը, вот этот, որ փորձի чтобы испытать Հիսուսին։ Иисуса. Եվ նա գիտես, И он знал. այս երկու պատմությունները շատ նման են իրար։ И знаешь, эти две истории, они очень похожи. Նա ինչպես Եվային ուզեցավ խաբել, Он как Еву хотел обмануть, այնպես էլ Հիսուսին էր ուզում խաբել։ так и Иисуса хочет обмануть. Ինչպես Եվային համոզեց, որ նա չհնազանդվի Աստծո խոսքին, И как Еву уговаривал, чтобы она не повиновалась Слову Божьему, այնպես էլ Հիսուսին էր ուզում, также и Иисуса, որպեսզի նա չհնազանդվի Աստծո խոսքին։ чтобы он не повиновался Слову Божьему. Իսկ ո՞րն է այդ անհնազանդությունը Աստծո А в խոսքին։ чем заключается неповиновение Слову Божьему? Սատանան ասեց. Дьявол сказал: Սոված ես, ты проголодался, կարիքի մեջ ես, ты в нужде, հոգսերի մեջ ես, ты в проблемах. քարին ասա թող հաց լինի։ Скажи, чтобы камень превратился в хлеб. Անհնազանդությունը գիտես ինչի մեջ էր։ И знаешь, в чем неповиновение? Որ Աստված նրան չէր ասել դա աներ։ Бог не сказал ему это сделать. Աստված նրան չէր ասել որ քարը հաց դարձներ։ Бог не говорил ему, чтобы он камень сделал хлебом. Բայց Սատանան ուզում էր անենց անել, որ Հիսուսը անի մի բան, որը որ Աստծո խոսքից դուրս է։ Но дьявол хотел сделать так, чтобы Иисус сделал что-то, что является вне Слова Божьего. Նա ասեց քեզ քցից տեղից։
Он сказал, бросься отсюда. որովհետև փիլիսոփայեց Աստծո խոսքից։ И он начал философствовать из Слова Божьего. Բայց 91 Սաղմոսը կարդացեք դες բան գրած չի։ Но прочитайте 91-й псалом, такого Эниш, не որ սատանան написано. ասում։ То, что говорит дьявол. Դա ուրիշ ձև է գրված Там ընդ։ по-другому написано. Նորից ինքը ուզում էր համոզել, որ Հիսուսը անի մի բան, որ Աստված իրան չէր ասել, որ անի։ И снова он хотел Иисусу говорить, сделать что-то, что Бог не говорил делать. Նույն ձևով Եդեմական պարտեզում ինքը համոզեց Եվային անի այն ինչ որ Աստված իրան չէր ասել, որ անի։ Также в саду Эдемском он уговаривал Еву делать то, чего он не говорил делать. Бог не говорил делать. Նույն երկի բառերն է։ И слова песни. Ում խոսքերին ես հավատում Чьим այսօր։ словам ты веришь? Ում խոսքն է կարևոր իմ ու քո կյանքի մեջ Чье այսօր։ слово сегодня важно в моей и твоей жизни? Միգուցե Աստծո ասածը նենց է, որին դուրը չի գալի։ Может быть, сказанное Богом так, что оно мне не нравится. Միգուցե Աստծո ասածը նենց է, որ ես ընդհանրապես իմ կյանքին հարմար չի։ Может быть, Слово Божие такое, что оно мне неудобно в моей жизни. Ում խոսքերին եմ այսօր հավատում ես։ Чьим словам я сегодня верю? Ում խոսքն է իմ համար այսօր կարևոր։ Чье слово сегодня важно для меня? Եթե ես այսօր կարևորում եմ Տիրոջ խոսքը, Сегодня, если я կարևոր է իմ համար Տիրոջ если Слово խոսքը, Божие для меня важнее, ես կյանք ունեմ։ у меня есть жизнь. Կյանք ունեմ անկախ ամեն ինչից։ У меня есть жизнь, независимо ни от чего. Կապ չունի դա իմ կոմֆորտից դուրս է։ Неважно, оно выше моего Կապ комфорта. չունի դա իմ սրտով է, թե իմ սրտով Это չի։ по сердцу моему или нет. Հաճախակի 99%-ը Зачастую 99% Աստծո ասածը то, что говорит Бог, մեր սրտով չի։ оно не так, как мы этого хотели. Մեզ հարմար չի։ Оно нам неудобно. Բայց դա չի նշանակում, որ ես չպետք է հնազանդվեմ Աստծո Но это не խոսքին։ означает, что я не должен повиноваться Слову Божьему. Հնազանդությունն է, որ տանում է նպատակին։ И повиновение, оно ведет к цели. Հնազանդությունն է, որ տանում է դեպի վերջը։ И повиновение, оно ведет до конца. Գիտես, սա հարց է առաջանում։ И возникает вопрос. Չգիտեմ դու տվել ես այդ հարցը թե չէ։ Не знаю, ты задавался этим вопросом или нет. Ես քո տեղ տամ այդ հարցը։ Я за тебя задам. Չէր կարա Հիսուսը չփորձվեր։ Не мог ли Иисус не испытаться? Խի փորձվեց Հիսուսը։ Почему он испытался? Թող առանց փորձության գնալ իր ծրագիրը նպատակը Он իրականացնել։ же мог бы без испытания пойти и реализовать свои планы и цели. Կարար չէ աներ։ Он же мог. Երևի կարար։ Наверное, мог. Ամեն ինչ էլ կարար, ինքը Он ամենակարող все мог. Աստված է։ Он всемогущий Бог. Բայց Но ինքը он դա նպատակով արեց։ это сделал с целью. Սենց ասեմ, մարկային ձևով ասեմ, հա։ Скажу по-человечески. Եդեմական պարտեզի վրեժը լուծեց։ Он Ատամստիլ։ отомстил за Едемский сад, воздал за Едемский сад. Երբ որ եկավ խափեց եւ դուրս վտարվեցին Աստծո ժողովուրդը դրախտային այգուց։ Когда он пришел, обманул дьявол и народ Божий, они вышли из Едемского сада. Հիսուսի արածը То, что сделал Иисус, մի նպատակ էր դրա մեջ, была одна цель в этом. որ վերականգնի մեր իշխանությունը Եդեմական պարտեզում լինելու համար, Чтобы восстановить нашу власть быть в Едемском саду. որ վերականգնի մեր ներկայությունը Աստծո փառքի մեջ гտնվելու համար, Чтобы восстановить наше нахождение в Божьей славе. որ ցույց տա, որ դու կարող ես հաղթել անհնազանդությանը, Чтобы показать, что ты можешь победить նիպաստուշային, непослушание. որտեվ դրա պատճառով էր որ սատանան հանեց Потому что դրա։ из-за этого дьявол, из-за Пачар непослушания дարձավ, որ Бог вывел их из Едемского сада. Դրա համար Поэтому այսօր մենք ունենք հնարավորություն мы имеем сегодня возможность հաղթելու թշնամուն Հիսուսի արած քայլի պատճառով։ победить врага, исходя из дела Иисуса. Այսօր շատ մտքեր են մեզ գալիս։ Сегодня множество мыслей приходит, мыслей. Շաբաթօրը գնանք ինչ որտեղ, В субботу идти куда-то, շաբաթօրը գնանք ստեղ, в субботу идти туда-то, շաբաթօրը գնանք այնտեղ։ в субботу идти туда. Սերներս, Возлюбленные, ես շաբաթապահ չեմ, я не хранитель субботы, բայց субботник, շաբաթը Աստծոնն է։ но суббота принадлежит Богу. Շաբաթը Տիրոջն է։ Суббота Божья. Մենք շաբաթօրը Мы в субботу Աստծո տան մեջ պետք է լինենք։ в Доме Божьем должны быть. Եվ եթե ինչ որ մեկը կմտածի, որ դա պարտադիր չի, И если кто-то будет думать, что это не обязательно, ես ասեմ քեզ, я скажу тебе, ուրեմն այդ մարդը խափված է արդեն։ значит, этот человек уже обманут. Ուրեմն այդ մարդը խափված է։ Уже обманут этот человек. Կապ չունի, որ
դու շաբաթօրը առավոտ դու զարթնես ու Աստծո խոսք կարդաս։ И не важно, чтобы ты с утра проснулся и обязательно читал Слово Божье. Լավ, մի 3 ժամ էլ աղոտ քանես։ И еще 3 часа молился. Բայց եկեղեցի չգաս, Но если ты не придешь в церковь, դա չի նշանակում, որ դու լավ հոգևոր վիճակի մեջ ես։ это не означает, что ты в хорошем духовном Դա состоянии. նշանակում է, որ դու խաբված ես։ Это означает, что ты обманут. Ինչ որ մեկը Кто-то խաբված է։ обманут. Դրա համար ինչի համար եմ այսօր այս խոսքը խոսում իմ սրտի Почему մեջ я говорю դրված։ сегодня это слово? Սերես եկեք թշնամու գործը բացահայտենք մեր կյանքի մեջ։ Возлюбленные, давайте дело дьявола откроем в нашей жизни. Եկեք հանգիստ չնստենք Давайте спокойно не будем сидеть եւ նայենք թե ինչ է ինքը անում մեր կյանքի и հետ։ смотреть, что он будет делать в нашей Թե жизни. ոնց է քանդում ինքը մեր կյանքը։ Как он разрушает нашу жизнь. Ոնց է կամած մեզ նպատակից հեռու տանում։ Как он нас уводит от цели. Գիտեք Հիսուսին բերեց այնպիսի փորձություններ։ Иисуса привели такие испытания. Սոված էր հացի մասին խոսեց, Когда он был голоден, говорил дьявол о еде. փառքի, Ա, խլեբը։ իշխանության մասին Он խոսեց, говорил о славе, о власти, Աստծուն փորձելու մասին։ о том, чтобы испытать Бога. Նույն բանը, որը որ կատարվեց Եդեմական То պարտեզում։ же самое, что и произошло в Едемском саду. Ծառը ուտելու համար Дерево для того, чтобы есть, տեսավ, он увидел, ուզեց ուտի, захотел, եւ ինքն էլ ծառեց որ կերավ ինքը։ и он сделал так, что он съел. Չեմ ուզում ասեմ Եվան, որ չասեք Եվային մեղադրում եմ, ինքը ասեմ, հա։ И я не говорю Ева, чтобы не обвиняли Еву. Նույն բանը, երբ որ ասես չէ, դուք չեք մեռնի, այլ Աստծո պես կլինեք, այլ ինքը բերեց դրա հաստրեց նա որ իշխանության եւ փառքի հետ հավասարացրեց, որ մարդը պետքա հավասարվի։ И также то, что он говорил, что вы не умрете, будете как боги. И он сделал так, чтобы люди стали Աստծո փառքին հավասարվեն։ равными славе Божьей. Նույն ձևով ինքը գործում է իմ ու քո կյանքի մեջ Он հիմա։ также действует в моей и твоей жизни. Դրա համար խնդրում եմ քեզ սիրելիս։ Поэтому прошу тебя, Դու Աստծո մարդ ես։ ты человек Божий. Դու Աստծոց ծնված հատուկ նպատակի մարդ ես։ Ты от Бога рожденный для особенных целей. Եկեք ուշադիր լինենք մենք հոգևոր կյանքին։ Давайте будем внимательны на свою духовную Եկեք жизнь. ուշադիր լինենք թե ինչ է կատարվում մեր կյանքի մեջ։ Будем внимательны на то, что происходит в нашей жизни. Գիտես պահա գալիս, Приходит момент, ամեն ինչ լավ է։ все хорошо. Եվ հայտնաբերում ես քեզ այն վայրում կամ այն И վիճակում, ты себя находишь в том состоянии, որ անտրամադիր ես։ как будто ты без настроения. Տրամադրություն չունես։ Нету настроения. Բայց ոչ մի բան չի Но եղել։ ничего не произошло. Ստեղ հարց, Вопрос. այդ ով է որ տենց է անում։ Кто так делает? Եվ շատ հաճախակի И очень часто, зачастую, այսպիսի փոքր բաներին մենք ուշադրություն չենք դարձնում։ таким маленьким вещам мы не обращаем внимания. Դե տրամադրությունն է էլի կբացվի։ Ну, настроение изменится. Դե մարդ եմ հիմա տենց ես էլ տենց մարդ եմ հիմա մեկ-մեկ տենց էլ լնում է։ Ну, а я такой человек, так бывает иногда. Բայց եթե ես հոգևոր մարդ Но եմ, если я духовный человек, ոչ մի բան պատահական չի լինում իմ կյանքի մեջ։ ничего не случайно в моей жизни. Ու ես դրա համար պետք է ուշադրություն դարձնեմ։ Поэтому я должен обращать внимание. Արդյոք թշնամին մոտիկացել է ինձ թե չէ։ Враг приблизился или нет? Արդյոք ինչ որ մի բան անում է իմ կյանքի հետ թե Он չէ։ делает с моей жизнью что-то или нет? Սենց շատ լուրջ է։ Это очень серьезно. Մենք չենք կարող ուղղակի սենց հանգիստ կյանք ապրենք հոգևոր։ И мы не можем просто жить спокойную духовную жизнь. Որտեվ հոգևոր կյանք ինքնին հանգիստ չի։ Потому что духовная жизнь, она сама по себе неспокойна. Դա պատերազմ է։ Это война. Եվ այդ պատերազմը երբեք չի И ավարտվում։ эта война никогда не заканчивается. Այստեղ խաղաղության պայմանագիր չի կնքվում։ Здесь не должен быть подписан мирный договор. Այստեղ շատ խիստ դաժան կռիվա գնում։ Здесь идет очень жестокая война. Դրա համար Поэтому այս կռվի մեջ в этой битве մենք պետք է հաղթող դուրս գանք։ мы должны выйти победителями. Եվ միակ հաղթությունը սա է, И единственная победа որ заключается в ես следующем, հնազանդվեմ Աստծո խոսքին։ что я буду повиноваться Слову Божьему. Եթե դու հիվանդ ես, Если ты болеешь, եւ Աստծո խոսքը ասում է դու բժշկված ես իմ и վերքերով, Слово Божье говорит, ты исцелен моими ранами, այդ ժամանակ тогда թշնամին գալիս է։ враг приходит. Ասա, բա քո տատիկը, քո մաման, քո հորքուրը սրանից է մահացել, բա դու ինչ ես մտածում։ Говорит, твоя бабушка, твоя мама, твоя тетя от этого умерли, а ты что думаешь по этому поводу? Եվ ստեղ հարց է։ И здесь вопрос. Ճիշտ է, չէ՞։ Это Ճիշտ է։ же правильно.
Բայց այդ ով բերեց այդ ամենը քո մտքի մեջ։ Դու միջև Но չէի кто հիշում все դրա это մասին։ принес в твои мысли? Ты об этом не думал. Միջև դու մոռացել ես քո տատիկի ինչից է մահացել, Ты քո до этого որդու ինչից է забыла, մահացել։ из-за чего умерла твоя бабушка и так далее. Եվ հենց եկավ քո կյանքի մեջ այդ ամենը, И когда все это пришло в твою жизнь, եւ Աստծո խոսքը եկավ դրա վրա, и Слово Божье пришло на это, հայտնվեց, явился, явился, որ ասի քեզ դու չես բժշկվի։ явился, чтобы тебе сказать, что ты не исцелишься. Ոնց որ եղել է, դա ժառանգական է, տենց էլ լինելու է։ Как оно было, так оно и будет продолжаться. Դա Աստծո խոսքից դուրս է։ Это вне Слова Божьего. Եթե ես համաձայնվեմ դրան, Если я соглашусь с этим, որ դա տենց է, что это так, ես անհնազանդ եմ գտնվում Աստծո խոսքին։ тогда я не повинуюсь Слову Божьему. Այդ ժամանակ մահը գալիս է իմ կյանքի մեջ։ Тогда смерть приходит в мою жизнь. Երբ որ ես անգամ համաձայնվում եմ թշնամու մտքի հետ, Когда я соглашаюсь с мыслями от дьявола, այդ ժամանակ մահը մտնում է իմ կյանքի մեջ։ тогда смерть входит в меня. Ամեն։ Ամեն։ Ես չգիտեմ քո սրտի համեմատ այսօրվա խոսքը սիրելիս, Я не բայց знаю, բռնիս է։ Я не знаю, ты Որտև Աստված ուզում желал առաջ это տանի слово քեզ։ или нет, но Бог хочет тебя вести вперед. Աստված ուզում է տանի ավելի առաջ, քան հիմա դու կաս։ Бог хочет вести тебя дальше, нежели ты где сейчас Աստված ուզում находишься. է տանի դեպի բարձր տեղեր քեզ, որտեղ дու չես եղել։ И Бог хочет тебя вести на высоты, где ты не был еще. Եվ միակ պատճառը, որ դու չհասնես այնտեղ, И единственная причина, чтобы ты не достиг, չհնազանդվելն է Աստծո խոսքին։ это неповиновение Слову Божьему. Չի նշանակում, եթե այսօր երկրաշարժ է իմ ու քո կյանքում, Не означает, если сегодня в моей твоей жизни землетрясение, վաղը տենց էլ մնալու է։ завтра оно так и останется. Այդ փլատակները կառուցվելու են։ Эти разрушения, они будут Ամեն բան выстроены. փոխվելու է։ Все поменяется. Այն ժամանակ, Тогда, երբ որ մենք հնազանդվենք Աստծո խոսքին, когда мы будем повиноваться Слову գիտես Божьему. ո՞րն է հնազանդությունը։ Знаете, что есть Երբ повиновение? որ դու հիվանդ ես, Когда ты болеешь, դու ասում ես. ты говоришь, Ես բժշկված եմ Քրիստոսի վերքերով։ ранами Иисуса я исцелен. Հանգիստ ես ասում։ Говоришь спокойно, Առանց գոռալու սատանայի վրա։ не крича на дьявола. Գիտեք, սատանան չի վախենում, ասենք Дьявол не боится. կինոներում տեսել եք, չէ՞, որ sense դեմենտալի Աստվածաշունչը Видели в фильмах, как Библию вот так вот подносят? կամ sense խաչը դեմենտալի։ Или крест вот так вот подносят? Սատանան տես բաներից չի վախենում։ Дьявол таких вещей не боится. Էդի կինո է, ֆանտաստիկա է։ Это фильмы фантастика. Սատանան վախենում է Աստծոն հնազանդ մարդկանցից։ Дьявол боится людей, которые находятся в повиновении у Бога. Այն մարդը, ով Սմիրենի։ հնազանդ է Աստծո խոսքին, Тот человек, который смирен перед Словом Божьим, Սատանան դրան թողնում հեռանում է։ дьявол оставляет его и уходит. Բայց հիշեք մի բան, Но помните одно, գրված է написано մի որոշ ժամանակ։ на некоторое время. Դրա համար Поэтому ես ու դու я и ты, չեն կարա հանգիստ նստել։ мы не можем спокойно сидеть. Ինքը եթե գնաց, Если он уйдет, ծրագիր է մշակում, он пойдет планировать дальше, որ նորից հետ գա։ чтобы снова явиться. Հիշում եք այն խոսքը, որ ասում է, երբ որ պիս ոգին դուրս է գալիս մարդուց, Помните, когда говорится, что когда нечестивый дух выходит из человека, գնում է, он уходит, ծրագիր է կազմում, он планирует, հավաքում է իր տղեկին, собирает своих парней, հա իր կամանդը հավաքում свою է, команду собирает ասում է լավ մի օրը գնամ այցելեմ, и говорит, в один ինչ день я վիճակի пойду и մեջ է։ посещу его, посмотрю, в каком он состоянии. Աստծո խոսքը պահում է, թե չի պահում։ Он хранит Слово Божие или нет? Եվ գալիս է եւ տեսնում է, որ չի պահում։ И приходит и видит, что нет, не хранит. Ասում է տղեկ գնացինք, Говорит, ребята, пошли. ու դրա վերջը ավելի վատ է լինում։ И его конец, он хуже, нежели начало. Սերներս, Возлюбленные, Աստված Бог շատ բան չի ուզում մեզանից։ не хочет многого от нас. Աստված ուզում է, որ ուղղակի մենք հավատանք իր խոսքին։ Бог хочет, чтобы мы верили в Его Слово. Աստված ուզում է, որ մենք հավատանք, Бог хочет, чтобы мы верили, որ մենք հենց այնպես չի, որ ծնվել ենք։ что мы не просто так родились. Մենք պատահական ծնունդ չենք։ Мы не просто случайное рождение. Մենք հատուկ ենք ծնվել։ Мы родились специально. Հատուկ ծրագրի համար ենք Для ծնվել։ особенных целей родились. Աստծո փառքը տարածելու համար ենք ծնվել։ Чтобы распространять славу Божью. Հալելույա։ Аллилуйя. Փառք Հիսուսին։ Слава Иисусу. Չգիտեմ, մի բան եմ ուզում ասեմ, բայց չգիտեմ նորից քո սրտով կլինի թե չէ, Хочу բայց еще кое-что сказать, не знаю, будет по сердцу твоему или нет. մենք չենք ծնվել, Мы не родились, ստեղծվել, сотворены, որ հարուստ կամ բիզնեսմեն լինենք։ чтобы быть богатыми или бизнесменами. Ինչ ճիշտ հասկացեք, դա լավ բան է։
Поймите меня правильно, это А хорошо. шадлава. Это очень хорошо. Դա պետք է լինի։ Оно нужно, Դա должно Աստծո быть. օրհնության մի մասն է, նպատակի մի մասն Это է։ часть и цель Бога. Բայց Но մեր կանչվածությունը եւ նախասահմանությունը դրա մեջ չի։ наше призвание, предопределение не в этом. Եթե այդ ամեն ինչը ունենալով մեզ հերույա տանում Աստծոց, Если все это имеем, мы отдаляемся от Бога եւ չի մոտեցնում и не Աստծուն, приближает нас к Богу. ուրեմն ստեղ հարցը ով այդ հարստություն տվողը։ Значит, вопрос, кто дал это богатство? Որտեւ Աստծո տվածը Потому պետք է что- բերի դեպի Աստծուն։ То, что дает Бог, оно должно нас приводить к Богу. Բայց այն ինչը որ կա, եթե դա չի բերում դեպի Աստծուն, Но то, ուրեմն что հարցը есть- թե ով է դա տվել։ Но то, что есть, оно не приводит нас к Богу. Вопрос, кто нам это дал? Շատ հաճախակի Зачастую մարդիկ խափված ապրում են։ люди живут обманутыми. Մտածում են այնքան օրհնված են ֆինանսապես ամեն ինչ ունեն, Думают, что они все имеют финансово благословлены. բայց ժամանակ չունեն եկեղեցի կան։ Но времени нету в церковь ходить. Այստեղ հարցը առաջանում։ Вопрос здесь возникает. Ով այդ հարստությունը տվել։ Кто дал тебе это богатство? Շատ մեծ կասկածանքով կարելի է խոսել սրա մասին։ Можно очень с большими сомнениями говорить об этом. Չեմ դատապարտում ոչ մեկին սիրիները։ Не осуждаю никого, возлюбленных. Ես ուզում եմ այսօր բացահայտվի թշնամու գործնեությունը մեր կյանքերի Я մեջ, хочу, чтобы сегодня открылись дела Божьи в нашей жизни. որ մենք հանգիստ չնստենք մեր տեղում։ Чтобы мы не сидели спокойно на своем месте. Սիրելիներս դուք ամեն մեկը Вы, возлюбленные, каждый из вас, հզոր մարդիկ եք։ могущественные люди. Ձեր մեջ հզոր պոտենցիալ է դրված։ И в вас есть могущественный потенциал. Եվ Աստված ուզում է դա օգտագործի։ И Бог хочет это использовать. Բայց կա թշնամի, Но есть враг, որը կարողանում է համոզել, который может уговорить, որ հետ պահի նպատակից։ чтобы нас удержать от цели. Այսօրվա խոսքը սրա մասին է, Сегодняшнее слово об этом. որ հետ չկանգնես нպատակից։ Что не Չշեղվես. не отклоняйся от цели. Չշեղվես. Не отклоняйся Դու от ուրիշ цели. նպատակի մարդ Вот ես։ ты человек для других целей. Այս աշխարհի մարդիկ ուրիշ նպատակի համար են Люди ապրում։ этого мира для других целей живут. Բայց մենք ուրիշ нպատակի մարդիկ Но ենք։ мы люди других Մեր целей. միջոցով պետք է Աստված փառավորվի։ Через нас Бог должен Մեր прославиться. միջոցով պետք է Աստծո խոսքը տարածվի։ Через нас Слово Божие должно Մեր միջոցով распространяться. պետք է բժշկություններ եւ հրաշքներ կատարվեն։ Через нас должны происходить исцеление чудеса. Մեր միջոցով պետք է Աստծո արքայությունը լցվի փրկվածներով։ Через нас люди должны наполнять Царство Божье. Բայց թշնամին Но враг ուզում է այնպես անել, хочет сделать так, որ դու չհասնես դրան։ чтобы ты не достиг этого. Բայց մենք այսօր այստեղ ենք Но сегодня мы здесь եւ աղոթք ենք անելու, и молились, որ հոգեվոր հարություն գա մեր կյանքի մեջ։ чтобы пришло духовное пробуждение в Որ нашей жизни. հարության զորությունը գա մեր կյանքի Чтобы մեջ։ сила воскресения пришла в нашу Եկ жизнь. հոգեվոր մահերը դադարեն եկեղեցու մեջ։ И духовная смерть остановилась в церкви. Գիտես մարդը մտածում է, որ ինքը կենթանի է, մահացած չի, բայց ինքը մահացած է։ Человек думает, что он живой, не умер, но он умер. Այսօր ես խոսում եմ նրա մասին, որ մենք մահացած չմնանք, այլ կենթանանանք։ Сегодня я говорю к тому, чтобы мы не были мертвыми, но оживились. Միջև Աստծո շունչը փչել է Ադամի վրա։ До того, как дыхание Божие было, Бог дунул на Адама. Նա եդեմական պարտեզ ուներ, Он был в Едемском саду, բայց անկենթան պարկած էր։ но он был не живой. Երբ որ նա շունչը փչեց, Когда он дунул на него, նոր նա կենթանի հոգի он եղավ։ стал тогда душою живою. Գիտես կարող ենք Աստծո տան մեջ լինել, բայց Можем- կենթանի չլինել։ Можем мы быть в Доме Божьем, но не быть живыми. Բայց դա Աստծո ծրագիրը ու նպատակը չի։ Но это не цели и планы Бога. Աստծո ծրագիրն է, որ դու Աստծո տան մեջ լինես ու կենթանի լինես։ Цель Бога, чтобы ты был в Доме Божьем и был живым. Ու դրան ոչ մի բան պետք է չխանգարի։ И этому ничего не должно помешать. Ոչ կարիքները, ոչ դժվարությունները, Ни нужды, ни какие-то проблемы, ոչ հարստությունը, ոչ փառքը, ни богатство, ни слава. ոչ մի բան այս կյանքում չարժի, որ մենք փոխենք Աստծո ծրագրի ու нպատակի հետ։ В этой жизни ничто не стоит того, чтобы мы поменялись планами и целью Бога. Որովհետև ամեն բան անցնելու է։ Потому что все пройдет, Աստծո ծրագիրն ու նպատակը մնալու է հավիտյան։ а планы Бога будут вечные. Եվ Աստվածը տալու ամեն մեկին այն ինչ որ ինքը կարիք ունի։ И Бог даст каждому то, в чем каждый нуждается. Ամեն։ Аминь. Փառք Հիսուսին։ Slava Փառք Иисусу. Տիրոջը։ Слава Господу. Սենս մի քիչ էլ եւ մենք գնում ենք դեպի վայրեջք։ Еще немного, и мы приземляемся. Հակոբոս գիկ Книга Иакова, 4-րդ գլուխ 4 глава, 7-րդ խոսքը։ 7 стих. Հետաքրքիր բան ասում Աստծո խոսքը ստեղ։ Здесь Слово Божие говорит интересную вещь. Հակոբոս 4:7։ Иакова 4:7.
Արդ հնազանդվեցեք Աստծուն, հակառակ կացեք սատանային եւ նա կփախչի ձեզանից։ Итак, покоритесь Богу, противостаньте дьяволу и убежит от вас. Ոնց է պետք սատանային հակառակվել։ Как нужно противостоять дьяволу? Ես ասեցի, չէ՞, ցես չի։ Это не так. Կամ գորալով չի իր И не վրա։ через крики. Հիսուսի անով հենց հիմա դուրս Прямо արես сейчас во լուսամուտից имя եկի Иисуса ներքև։ выйди. Ատեն չի Это не սատանան։ так. Սերներս։ Շատ հաճախակի մենք գոռում ենք իր վրա։ Зачастую мы кричим на него. Ասում ենք գնա իմ կյանքից դռնից դուրս արի լուսամուտից ընկի գլխի վրա, չգիտեմ ինչ ենք ասում։ Քրիստոնյաները մի քիչ ֆանտազիոր են։ И иногда, может быть, мы говорим, вот, выйди из моей жизни, выпрыгни с окна, упади, мы можем что-то фантазировать. Սատանան հասարակ ձևով է գնում մեր կյանքից։ И дьявол, он приходит очень простым методом из нашей жизни. Երբ որ մենք հնազանդվում ենք Աստծուն։ Когда мы смиряемся пред Богом. Ասում եմ հնազանդվիր Աստծուն, Говорит, покоритесь Богу, հակառակ смиритесь կացիր и противостаньте. եւ նա կփախչի։ Противостаньте дьяволу, и он убежит. Մեզ գորալ պետք չի։ Нам не нужно кричать. Ոտերներս խփել գետին պետք Не нужно չի։ бить ногами. Մեզ ուղակի պետք է Нам հնազանդվել нужно Տիրոջ просто խոսքին։ покориться Слову Божьему. Գիտես դա որն է։ Знаете, что это? Ես ասեցի, Я сказал, երբ որ դու անհաջողության մեջ ես, когда ты в неудаче, եւ սատանան գալիս ասում է դու մնալու ես այդ վիճակի и մեջ, дьявол приходит, говорит, ты будешь пребывать в этом состоянии. եւ դու ասում ես ես Աստծով օրհնված եմ, А ты говоришь, я благословенный человек Божий. Աստվածա իմ բաժինը եւ իմ օրհնությունը, И Бог мой удел, и часть моя. այդ ժամանակ Тогда դու հնազանդվում ես Աստծո խոսքին ты покоряешься Слову Божьему. եւ չես լսում իրան, И не слушаешь дьявола չես его. ընդունում իր խոսքը, И не принимаешь его слово. իրան ուրիշ ոչ մի бан չի մնում որ թողի գնա։ И ему ничего не остается, как просто Ոնց որ оставить и Հիսուսի уйти. կյանքում էր։ Как в жизни Иисуса. Հիսուսը իրան բացատրեց որը որից հետո, յա։ Иисус ему объяснил, что зачем следует. Ինքը հասկացավ, որ այնտեղ անելու բան չունի։ И он понял, что ему там нечего делать. Հիմա ես չգիտեմ Հիսուսը կարար քարը հաց սարքեր թե չէ, Я не знаю, Иисус мог бы сделать, превратить камень в хлеб բայց или հարցը нет. դրա մեջ չէր։ Но вопрос не в этом. Հարցը նրա մեջ էր։ Вопрос в том, Նորից եմ կրկնում, սերներս։ снова повторю, возлюбленные, Սատանայի ծրագիրն է, цель дьявола, որ ինձ ու քեզ чтобы меня и тебя համոզի, уговорить, որ մենք անենք այն, ինչ որ Աստծո խոսքից դուրս է։ чтобы мы делали то, что вне Слова Божьего. Աստված Հիսուսին չէր ասել, կգնաս անապատից հետո, երբ որ սովածանաս, քարը հաց կսարքես ու կուտես։ Бог не говорил Иисусу, что ты пойди в пустыню, когда проголодаешься, преврати камень в хлеб и ешь. Աստված իրան չէր ասել։ Бог ему этого не говорил. Երկրի ամեն փառքը, հարստությունը քեզ եմ տալու։ Всю славу земли мы дадим тебе. Դու դրա համար ես երկիր եկել, Ты для этого пришел в որ мир, թակավորես, чтобы царствовать, ու այդ ամեն փառքը քեզ է տրվելու։ и вся эта слава будет отдана тебе. Աստված դες բան չէր ասել իրան։ Бог так не говорил ему. Աստված ասել էր. Бог говорил, Դու գնալու ես մարդկանց մեղքերի համար խաչվես։ ты пойдешь и будешь распят за грехи людей. Բայց սատանան Но дьявол, ուզում է Աստծո խոսքը փոխի он хочет изменить Слово Божье. եւ մարդկանց կյանքի մեջ օրհնության փոխարեն անեծք բերի։ И вместо благословения внести проклятие в жизнь людей. Կյանքի փոխարեն մահ բերի։ Вместо жизни принести смерть. Դրա համար ինքը ինչպես Եվային էր համոզել, Поэтому, как он Еву уговаривал, ինքը ուզում էր Հիսուսին էլ он համոզել։ также хотел и Иисусу говорить. Բայց Հիսուսը վերականգնեց անապատում մեր կորցրած իշխանությունը։ Но Иисус в пустыне, Он восстановил власть, которую мы потеряли. Հիսուսը վերականգնեց այն ամենը, ինչ որ սատանան գողացել էր Ադամից ու Եվայից։ Иисус восстановил все то, что дьявол украл у Адама и Եվ Евы. ինքը ցույց տվեց, И Он показал, եթե դու նպատակի մարդ ես, если ты человек цели, եթե դու գիտես, որ դու նպատակի մարդ ես, если ты знаешь, что ты человек цели, քեզ պետք է միայն հնազանդվել Աստծո խոսքին։ тебе нужно только покоряться Слову Божьему. Մնացած ամեն ինչ որ դու կարիք ունես նա կտա В քեզ։ остальном все, что ты в чем нуждаешься, Он даст тебе. Ամեն, փառք Հիսուսին։ Слава Иисусу. Դրա համար սիրելիներս, Поэтому, возлюбленные, Աստծո խոսքը հստակ ասում է. Слово Божие говорит ясно, твердо. Հնազանդվի Աստծուն, Покорись Богу, հակառակ կացի սատանային։ противостань дьяволу, Եվ նա կփախչի и он քեզ։ убежит от тебя. Հնազանդվելով Աստծուն է, որ փախնում է սատանան մեր И կյանքից։ через покорение Богу дьявол убегает от нас. Եվ նա И он չի կարա մնա մեր кյանքի մեջ, եթե մենք հնազանդ ենք не Աստծուն։ может остаться в нашей жизни, если мы повинуемся Богу. Ամեն։
Аминь. Հովանես Ավետարան 10:10 Евангелие от Иоанна, 10 глава, 10 стих. խոսում է նրա մասին։ Говорит о том, Ասում է, որ թշնամին գալիս է, что враг приходит, որ կորցնի, սպանի, փչացնի։ чтобы украсть, убить и погубить. Բայց ես եկել եմ, որ Но դու я կյանք пришел, ունենաս եւ էլ Чтобы ավելիով вы имели ունենաս։ жизнь и с избытком имели. Նա եկել է, որպեսզի մենք կյանք ունենանք։ Он пришел, чтобы мы имели Նա жизнь. եկել է, որպեսզի մեր կյանքը փոխի։ Он пришел, чтобы изменить нашу Նա жизнь. եկել է, որպեսզի մեզ հաղթություն տա։ Он пришел, чтобы даровать нам победу. Նա չի եկել, որպեսզի ես նորից նստեմ մեղքի մեջ, ասեմ, «Եղ չեմ կարում թարգեմ այս Он не մեղքը»։ пришел, чтобы мы снова говорили, все, я не могу отказаться от этого греха. Ես չեմ կարում հակառակվեմ այս Я не գայթակղությանը։ могу противостоять этим Դա соблазнам. ինձանից ուժեղ է։ Это сильнее меня. Սերնայից չի կարա դա քեզանից ուժեղ լինի, եթե դու հնազանդ ես Աստծո խոսքին։ Возлюбленный, не может это быть сильнее тебя, если ты покорился Слову Божьему. Որտեվ Աստված եկել է, որ ինձ ու քեզ կյանք տա եւ էլ ավելիով տա։ Потому что Бог пришел, чтобы дать тебе жизнь и с избытком. Իսկ այդ ավելիով կյանքը А вот этот избыток գալիս է այն ժամանակ, երբ որ մենք հնազանդ ենք Աստծո խոսքին։ приходит тогда, когда мы повинуемся Слову Божьему. Շատ բաներ կա սերներս։ Много есть Որ возлюбленные. մարդ կարաս ես դա չեմ կարում թարգեմ, չեմ И человек может говорить, я не могу от этого դա отказаться. իմ ուժերից վեր է։ Это выше моих сил. Չգիտեմ, ամեն բան։ И так далее. Բայց ուզում եմ այսօր ասեմ, Но хочу сказать, որ դա խապկանք է սերելես։ это обман. Աստված Бог, ամեն ինչ արել է արդեն, Он все уже сделал, որ дու հաղթող լինես, чтобы ты был победителем, որ դու գնաս դեպի նպատակը, чтобы ты шел к цели, որ դու гնաս դեպի Աստծո чтобы նախասահմանությունը, ты шел к предопределению Божьему, որ Աստծո փառքը քո միջոցով հայտնվի, чтобы слава Божья была որ явлена շատ через շատերը քո тебя, միջոցով Տիրոջը чтобы ճանաչեն, многие через тебя знали Бога, որ շատ շատերը քո միջոցով օրհնվեն, чтобы многие через тебя благословились, որ շատ շատերը բժշկվեն քո միջոցով։ чтобы многие через тебя исцелились. Այսօր ժամանակը չի որ մենք նստենք Возлюбленные, сегодня не время, чтобы мы сидели եւ и ասենք, говорили, «Եղ հիվանդ եմ, ну я болею. եղ եկավ ես իմ գլխին է, Зачем это пришло на мою судьбу? ում է ինչ արել, Кому что я сделал? ում է մի կտոր հաստվել»։ Кому я дал кусок хлеба? Սենց դրա ժամանակը չի այսօր։ И сегодня не время для этого. Այսօր ժամանակն է որ կանգնես ոտքի։ Сегодня время, чтобы ты встал на ноги. Եվ ինչ որ եթե մտքեր էլ սատանան քեզ տվել է այսօր, Если дьявол какие-то мысли дал, որ դու չես բժշկվի, որ դու չես փոխվի, որ քո կյանքը չի փոխվի, что ты не исцелишься, твоя жизнь не որ поменяется, ամեն բան կմնա նույնը։ что все останется прежним. Այսօր շատ կարևոր է որ մենք հակառակվենք դրան հնազանդվելով Աստծո խոսքին։ Сегодня очень важно, чтобы мы противостояли это, повинуясь Слову Божьему. Այսօր պետք է որ նա փախչի քո իմ ու քո կյանքից։ Сегодня нужно, чтобы он убежал из моей твоей жизни. Այսօր պետք է որ նա փախչի։ Мне сегодня нужно, чтобы он убежал. Այսօր պետք է նա գնա իմ ու քո И он կյանքից։ должен уйти из моей твоей Այսօր նա պետք жизни. է գնա մեր ընտանիքներից։ И он должен уйти из наших семей. Այսօր պետք է նա փախչի մեր երեխաների կյանքից։ И он должен сегодня убежать из жизни наших детей. Ինքը տեղ չունի մեր կյանքի մեջ։ И он не имеет места в нашей жизни. Սիրելի երիտասարդներ, Возлюбленная молодежь, ես ես խնդրում եմ Հիսուսի անունով։ я вас прошу во имя Иисуса, Ուշադիր եղիր քո կյանքին երիտասարդ, будь внимателен к твоей жизни, որտեվ նա ուզում է քո երիտասարդությունը փչացնի։ потому что он хочет погубить твою юность, Քեզ տանելով ուրիշ ցանկությունների, գայթակղությունների։ ведя к тебя разным вожделениям, Բայց похоти. Աստծո նպատակն է, Но цель Бога, որ դու հնազանդ լինես Աստծո խոսքին, чтобы ты повиновался Слову որ դու Աստծո Божьему, խոսքը վերցնես։ чтобы ты взял Слово Божье. Գիտես ինչ է խոսում Հովանես Թուղթը, Что говорит послание от Иоанна? որ երիտասարդներ դուք զորավոր եք, հաղթել եք չարին, Что дети, вы, юноши, вы победили лукавого, որովհետև Աստծո խոսքը բնակվում է ձեզանում։ потому что Слово Божье пребывает в вас. Եթե այսօր Աստծո խոսքը բնակվի ձեզանում, ոչ մի մեղ չի կարա թակավորել ձեր կյանքի մեջ։ Если Слово Божье сегодня будет в вас, то никакой грех не сможет царствовать над нами, над вами. Մի թույլ տուր որ թշնամին мտնի քո կյանքի մեջ։ Не позволяй, чтобы враг вошел в твою жизнь. Ոչ մի հերախոս, ոչ մի խաղեր, ոչ մի Никакие գայթակղություններ։ телефоны, игры, соблазны. Չարժի որ դու փոխես Աստծո ներկայության Оно հետ։ не стоит того, чтобы ты это поменял с присутствием Божьим. Չարժի որ դու փոխես Տիրոջ փառքի հետ։ Не стоит того, чтобы ты это со славой Божьей поменял. Աստված ավելի մեծ ծրագիր ու նպատակ ունի քո У կյանքի Бога համար, есть քան դու большие մտածում ես։ планы и цели, нежели ты думаешь. Որովհետև դու այսօր տեսնում ես հիմա, Потому что ты сейчас видишь то, что сейчас. ինչա հիմա կատարվում То, քո что կյանքում։ сейчас происходит в твоей жизни. Որովհետև դու մարդ ես ֆիզիկապես մարմնի մեջ, Потому что ты человек физически в теле. ապագան դու չգիտես, Ты не знаешь будущего. բայց ապագան Տիրոջից է, Но будущее от Бога. եւ նա ապագայում ունի հույս քո համար, И Он в будущем имеет надежду для тебя. եւ ունի ծրագիր ու նպատակ իմ ու քո И համար։ имеет планы для тебя.
Այսօր բացահայտի նրա գործերը քո կյանքի մեջ։ Сегодня открой Его дела в твоей Հնազանդվի жизни. Աստծուն Повинуйся Богу. եւ թող նա փախչի քո կյանքից։ И пусть Он убежит из твоей Ես жизни. ասեցի սիրելիս Я հնազանդվելը сказал, որն է։ возлюбленные, что Ամեն բան, все, ինչ որ թշնամին խոսում է քո то, что ականջներին, говорит дьявол к тебе, դու Աստծո խոսքով հակառակվում ես նրան։ ты Словом Божьим ему должен Անկամ противостоять. եթե հիվանդ ես, Даже если болеешь, անկամ եթե վերջի շունչն է, даже если последнее дыхание, միևնույնն է, тем более, в Աստծո любом случае, խոսքն է կարևոր քո Слово կյանքի Божье, մեջ։ оно важнее в твоей жизни. Միևնույնն է, Тем более, в любом այդ случае. ժամանակ էլ И тогда ես դավանելու եմ Աստծո խոսքը։ я буду исповедовать Слово Божье, Ես դավանելու եմ, որ ես փրկված եմ։ провозглашать, что я спасен, Ես դավանելու եմ, որ ես բժշկված եմ։ провозглашать, что я исцелен, Ես դավանելու եմ, որ Աստված ծրագիր ունի իմ կյանքի провозглашать, համար։ что Бога есть цели для моей Ես жизни, դավանելու եմ, որ Աստծո ծրագիրը չի ավարտվել իմ կյանքի մեջ։ провозглашать, что планы Бога не завершились в моей жизни. Եվ երբ որ դու այդպես ես անում, И когда ты так делаешь, թշնամուն տեղ չունի քո կյանքի մեջ։ у дьявола нету места в твоей жизни. Փառք Հիսուսին Слава սերնես։ Иисусу, возлюбленный. Փառք Տիրոջը։ Слава Господу. Փառք Աստծուն ամեն Слава ինչի Богу за համար։ все. Հալելույա։ Գիտեք, մենք կանչված ենք հատուկ նպատակի համար։ Мы призваны для особенных целей. Մենք օծված ենք այդ նպատակի համար։ Мы помазаны для этих Եվ մենք целей. ունենք իշխանություն այդ նպատակին հասնելու համար։ И мы имеем власть, чтобы дойти до этих целей. Միայն թե խնդրում եմ, Лишь только прошу, ուշադիր եղիր քո հոգևոր կյանքի։ будь внимателен к твоей духовной жизни. Եթե դու հոգևոր մարդ ես, Если ты духовный человек, եթե դու Աստծո մարդ ես, если ты человек Божий, եւ ես драном չեմ կասկածում, и я в этом и не сомневаюсь, դու այդպեսին էլ կաս։ что ты таков и есть. Ուշադիր եղիր ամեն մանրուքին քո կյանքի։ Будь внимателен ко всяким деталям в твоей жизни. Ես չեմ ասում, որ ամեն թուփի տակ դև գտնես մանգաս։ Я не говорю, чтобы ты под всякими кустами искал дьявола, бесов. Բայց եթե դու հոգևոր մարդ ես, Но если ты духовный человек, դու པարզ կհասկանաս, ты поймешь ясно, թե որ ժամանակ է, որ դիվական ազդեցություն եւ հարցակում է, թե որ ժամանակ է ոչ։ в какое время демоническое влияние, а какое нет. Եկեք ավելի զգայուն լինենք Տիրոջ։ Давайте будем внимательнее к Богу, Ավելի զգայուն լինենք Աստծո խոսքին։ внимательнее к Слову Божьему, Ավելի զգայուն լինենք Սուրբ Հոգու գործնեությանը։ более чувствительными к работе Духа Святого Ավելի զգայուն լինենք, թե ինչ է կատարվում մեր կողքը։ и более чувствительны к тому, что происходит вокруг нас. Մենք կանչված ենք հաղթելու համար, Мы ծերներս։ призваны побеждать. Եկեք վերջի տեղը կարդամ եւ աղոթ И կանենք։ последнее место прочитай, будем молиться. Առաջի Կորինթացիների 15-րդ գլուխ 1 Коринфянам, 15 глава, 21-22 խոսքերը։ 21 и 22 стихи. Ուրեմն որովհետև մարդով եղավ մահը եւ մարդով էլ մեռելների հարությունը, Ибо как смерть через человека, так и через человека и воскресение мертвых. քանզի ինչպես Ադամով ամենը մեռնում են, այնպես էլ Քրիստոսով ամենը կենթանանում են։ Как в Адаме все умирают, так во Христе все оживут. Սենես մի բան եմ ուզում ասել։ Хочу сказать кое-что, возлюбленные. Այս երկու պատմության մեջ Из этих двух историй. ինչի է նման այս երկու պատմությունը։ На что похожи эти истории? Առաջի պատմությունը Первая история նման է հոգևոր մանկությանը։ похожа на духовное детство. Երկրորդ պատմությունը Вторая история նման է հոգևոր հասունությանը։ на духовную зрелость похожа. Կա ժամանակ, որ մենք հոգևոր մանուկ ենք, Было время, когда мы были духовными детьми, եւ Աստված ուրիշ ձև է վերաբերվում այդ и ձևի Бог по-другому մարդկանց։ к нам относится. Բայց երբ որ գալիս է հոգևոր հասունությունը, Но когда приходит духовная зрелость, ու նորից գալիս է այդ ձևի փորձություն, и снова приходит такого рода искушение, շատ կարևոր է, очень важно, որ մենք հոգևոր հասուն լինենք чтобы мы были духовно зрелыми, Հիսուսի պես։ как Иисус. Չէ որ մենք խոսում ենք, որ Հիսուսն է մեր համար օրինակ։ Ведь мы говорим, что Иисус для нас пример. Եթե Հիսուսը մեր համար օրինակ է, Если Иисус для нас пример, ինքը եկավ հոգևոր մանկությունը փոխեց։ Он пришел и поменял духовное детство. Հոգևոր մանկության արարքը փոխեց։ Он поменял дела, которые мы делали в детстве. Չդատապարտեց։ Не осуждай. Չասես դե ինչ կատարվեց, խի եղավ, ինչի համար Не էսպես։ говори, почему так произошло, Вот. из-за чего. Нет. Ինքը ուղղակի փոխեց Он просто изменил հոգևոր մանկությունը духовное детство եւ ցույց տվեց, и показал, որ ես ու դու что я и ты կանչված չենք հոգևոր մանուկ լինելու не համար։ призваны быть духовными детьми, Մենք կանչված ենք հասունանալու но համար։ мы призваны, чтобы быть зрелыми. Որտեւ միայն հոգևոր հասուն մարդն է, որ Потому что- կարողանում է հնազանդվել Աստծո խոսքին։ Только духовно зрелый человек может повиноваться Богу. Եվ հոգևոր հասուն մարդու կյանքում է, որ
Սատանան փախչում է։ И в жизни духовно зрелого человека дьявол убегает. Սերս այսօր ուզում եմ, որ մենք հասունանանք հոգևոր։ Я хочу, чтобы сегодня мы были более духовно зрелыми. Ես չեմ ասում դու հասուն չես։ Я не говорю, что ты не зрел. Այսօր ես չեմ եկել դատել, Не пришел судить, ինչ որ մեկին, չգիտեմ, ինչ որ բաներ ասել, ապացուցել։ что-то доказывать, кому-то говорить. Այսօր ես այս խոսում եմ մի նպատակով, Я это слово говорю с одной целью. որ թշնամու գործնեությունը քո մեջ հայտնաբերես Чтобы ты в себе обнаружил дела дьявола եւ քանդես դա и разрушил. եւ հանես քո կյանքից։ И это вывел из твоей жизни. Սերես քո Возлюбленный, в твоей жизни եւ քո ընտանիքի մեջ, и в твоей семье, քո երեխաների կյանքում в жизни твоих детей դու ունես իշխանություն ты имеешь գործել, власть действовать. որ թույլ չտաս, որ թշնամին մտնի քո երեխու կյանքի մեջ։ Чтобы не позволить, чтобы враг пришел, вошел в жизнь твоих детей. Եվ ամեն առաջի բանը սա է։ И самое первое это. Ոչ թե խոսաս իրա վրա ջղայնանաս, չգիտեմ ինչ անես, Не просто говорить, ругаться. այլ առաջինը սա է, Первое это. որ ինքդ հնազանդ լինես Աստծո Чтобы խոսքին։ ты сам был в подчинении Слова Божьего. Ինքդ հնազանդվես Աստծո Чтобы խոսքին։ ты сам смирился перед Словом Божьим. Եվ նա կփախչի И քեզանից, тогда Он убежит от тебя. քո ընտանիքից, քո От երեխու тебя, от կյանքից։ твоих семьи, детей. Գիտեք, անգամ սատանան լինում է ժամանակ խափում է մեզ։ Бывает время, что дьявол обманывает нас. Մեզ նպատակից շեղում է։ Он нас уводит от цели. Երեխաների դաստիարակության հարցով էլ անգամ։ В вопросах воспитания детей также. Մենք ուրիշ ձև ենք վարվում։ Мы по-другому поступаем. Չգիտեմ, ջղայնանում ենք, չգիտեմ ինչեր ենք խոսում Мы Աստծո, можем злиться, говорить какие-то вещи. բայց դա սրա մեջ էլ զգուշ պետք է Но и в լինել։ этом мы должны быть внимательны. Այդ որտեղից է եկել, այդ ինչի։ Откуда это пришло? Для чего? Այդ ասածը մահա բերում թե կյանքա բերում։ То, что я говорю, это приносит смерть или жизнь. Եվ դրա համար դրա մեջ էլ մենք պետք է շատ ուշադիր լինենք։ Поэтому мы в этом должны быть очень внимательны. Աստծոն հնազանդությունն է, որ տալիս է կյանք։ Повиновение Богу дает жизнь. Եվ դա մենակ երեխաներին И դաստիարակության это не մեջ։ только в вопросах воспитания детей. Սելի երիտասարդներ, Возлюбленная молодежь. նույնը ձեզ ծնողների հետ վերաբերվելու И մեջ то же самое у вас по отношению к родителям, в отношениях с родителями. ուշադիր եղեք։ Будьте внимательны. Ձեր էմոցիաները մի առաջ տարեք։ Не отдавайтесь эмоциям. Ավելի լավ է հնազանդվեք Աստծո խոսքին։ Лучше повинуйтесь Слову Դուք Божьему. կտեսնեք, թե ոնց է դրախտային այգի դառնում իմ ու քո կյանքը։ И ты увидишь, как ваша жизнь станет райским садом. Գիտեք, սա նենց է, որ մենք ամենքս էլ այս խնդրի մեջ ենք։ И это то, что в чем мы, каждый из нас в этих проблемах. Ինձանից սկսած։ Начиная с меня. Դրա համար այսօր այստեղ են։ Поэтому я здесь сегодня. Խոսելու, կիսվելու, Говорю и делюсь, որ միասին էլ մենք բժշկություն чтобы ունենանք։ мы вместе исцелились. Որ միասին էլ մենք հարություն ունենանք։ Чтобы мы вместе имели воскресение. Որ հոգևոր մահը դադարի եկեղեցու Чтобы մեջ։ духовная смерть остановилась в церкви. Որ մտնի կյանքը, Чтобы մտնի կյանքը մեր чтобы մեջ։ вошла жизнь в нас. Այն կյանքը, Та жизнь, որը Հիսուս ասաց ավելիով եմ ուզում տալ ձեզ։ которую Иисус сказал, я хочу дать с изобилием. Եվ նա ունի այդ կյանքը։ И Он имеет эту жизнь. Եվ նա պատրաստ է այսօր տալու այդ կյանքը И Он մեզ։ готов дать эту жизнь нам. Սելես դու հատուկ մարդ ես։ Ты особенный человек, Դուք возлюбленный. հատուկ եք։ Вы Դուք особенные. Աստծո մարդ եք։ Вы люди Божьи. Հատուկ ծրագիր ու նպատակ Для ո կյանքի особенных համար։ целей. Եվ դա համար թող այսօր И поэтому сегодня Աստված ինձ ծրագրավորել է իմ ու քո կյանքի то, что մեջ։ Бог запланировал в Սելես моей твоей կանենք ողքի жизни. վրա խնդրում եմ։ Давайте станем на ноги, Աղոթքի возлюбленные. միջոցով, երկրպագության միջոցով Через молитву и поклонение. մենք աղոթելու ենք, երկրպագելու Мы ենք։ будем молиться и поклоняться. Եվ այս ընթացքում И в это время կանչի նրան քո կյանքի մեջ։ призови его в свою жизнь. Եթե ինչ-որ бան բացահայտել ես քո կյանքի Если մեջ, ты что-то открыл в своей жизни, ինչ-որ մեղք, ինչ-որ թերություն, какой-то ինչ-որ грех, սովորություն մարդկային, недостаток, привычку, բեր Տիրոջ առաջ։ принеси это перед Богом. Ասա Տեր, ես չեմ ուզում հոգևոր մահի մեջ մնամ։ Скажи, Господь, я не хочу жить духовной смертью. Փչի քո շունչը իմ վրան ոլովի։ И обнови твое дыхание в моей Ես жизни. ուզում եմ կենթանի հոգի լինել։ Я хочу быть душою живой. Ես ուզում եմ վերակենդանանալ։ Я хочу восстановиться. Ես ուզում եմ վերածնունդ ապրել։ Я хочу возродиться. Ես ուզում եմ նորը լինել։ Я хочу иметь новое. Ես ուզում եմ քո փառքի համար Я գործել։ хочу действовать ради Ես славы ուզում եմ քո Твоей. փառքի լույսը ծակի իմ վրա։ Я хочу, чтобы свет Твой воссиял на меня. Ես ուզում եմ նոր մարդ լինել։ Я хочу быть новым человеком. Հիսուսի անունով։ Во имя Иисуса. Հալելույա քեզ Տեր։